Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, այն ինչով պիտի համեմվի, ոչ հողի համար է պիտանի, որպես պարարտանյութ իբրև օգտագործելու եւ ոչ էլ որևէ բանի։ Այդ դուրս նետվելու եւ թափելու համար է։ Ուսի ով որ ականջ ունի լսելու, թող լսի։ Այո, իրապես սիրելիներ, երբ որ նայում ես այս կյանքին, նայում ես այս դարերի անցած ճանապարհներին, մեր հայ ժողովրդի, մեր կյանքի պատմությամբ, մեր ինքնությամբ, իբրև հայ ազգ, չասենք ամբողջ աշխարհին, այլ հայ ազգին անդրադարձ կատարենք։ Ուրեմն ավետարանական այս խոսքը կամ այսօրվա ընթերցվածքները մեզ ճշմարիտ ուղու վրա դնելու երկու պատգամ են, երկու մեսիջ են ուղարկում։ Մեկը Եսայի մարգարեի շուրթերով, մեկը Պողոս առաքյալի շուրթերով։ Բայց առավելաբար այս երկուսը մեկ ամբողջություն բազմաթիվ անգամներ մեր Տիրոջ շուրթերով է, որ հնչել եւ բարձրաձայնվել է, երբ որ ամբողջացվում է այսօրվա ընտրված բնաբանի մեջ։ Տեսնում ենք այսօրվա բնաբանի մեջ։ Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ որ անհամացավ, այն ոչ մի բանի պիտանի չի։ Ասում է ժողովրդական մոտեցմամբ, ժողովրդական խոսքով ասում է ամոթն է լավ բան է, շնորհքն է լավ բան է, բայց երբ որ ամոթը կորավ, շնորհքը կորավ, մարդը ոչ մի բանի պիտանի չի դառնում։ Ուրեմն այս նույն խոսքն է, որ հնչում է ավետարանից մեր Տիրոջ շուրթերից, ով որ ականջ ունի լսելու, թող լսի։ Երբ որ Աստված աշխարհը արարեց, մարդուն արարեց, ասում է իր պատկերով ու իր նմանությամբ արարեց։ Այսինքն համ ու հոտ տվեց, աղ տվեց այդ մարդուն, նրա մեջ սեր դրեց, նրա մեջ շունչ դրեց, նրա մեջ հոգի դրեց, նրա մեջ հավատք դրեց Աստված, ճշմարտությամբ հոգի դրեց։ Բայց ինչպես այսօրվա Պողոս առաքյալի նամակի մեջ էր ասում, Թեսաղոնիկեցիներին ուղղված, ասում է անօրենը աշխարհ գալով սրբապղծեց, քանդեց, ավիրեց այն հիմքը, այն կերպարը, այն անաղարտ պատկերը, որ Աստված տվել էր մարդուն։ Եվ այն մարդիկ, ովքեր որ իրենց գործերը չար էին, իրենց մտքերը չար են, երբ որ իրենք էությամբ չար մարդիկ են, երբ որ էությամբ վատն են, անօրեն են, անօրենի գործած մեղքերը, անօրենի քարոզած կեղծ հավատքը նրանց դուր եկավ։ Ինչպես այսօր մեր իրականության մեջ է, անուններ չտալով կամ չմատնանշելով չասենք, այլ պատկերացում կազմենք, որ մեր դարաշրջանում ամեն, իհարկե մեր իրականության մեջ ամեն դարաշրջան իր անօրենը ունեցել։ Բոլոր պատմական էջերը թերթես, բոլոր ժամանակաշրջաններում իր անօրեն առաջնորդը ունեցել։ Իր անօրեն մարդը ունեցել է, ով որ եկել է իբրև լիդեր, հեղաշրջելու, փոխելու, մոլորեցնելու, հատկապես նրանց, որոնց մտքերը պիղծ են, որոնց մտքերը անօրեն են, որոնք ինքնին արդեն իսկ սխալ ուղու վրա են գտնվում, եւ իրենց ավելի շատ դուր է եկել տվյալ մարդկանց տվյալ երևույթների քարոզածը, որը կեղծ քրիստոնեություն է, ուրիշ անգամներ են, եղել է միշտ ասել է, որ մարդը կարող է այս աշխարհի վրա խոսել, քարոզել այնպիսի մեկ երևույթի մասին, որ քեզ թվա թե դա ճշմարտություն է, բայց իրականության մեջ Աստվածաշունչից հեռու բան է, որովհետև ինչպես որ ժամանակն է եկել կարդալու Հովանու հայտնությունը 14, 15, 16-րդ գլուխները։ Սա հորդորում եմ եւ բոլոր հավատացյալներին։
որ բացենք մեր Աստվածաշունչը եւ փորձենք ընթերցել այսուհետև ուշադրությամբ Հովանու հայտնության 14, 15, 16-րդ գլուխները, որ կատարվում է այսօր մեր իրականության մեջ։ Ինչ է գրված այնտեղ, ինչ է ասում։ Որ Աստված մարդկությանը ստեղծեց արդարության համար, ճշմարտության համար, որպեսզի ճշմարտության հետևորդ լինի։ Բայց ասում է անօրենը թշնամին իր խաբեբայական խոսքերով, խրատներով, հորդորներով, կեղծ ճշմարտության թեզ պաշտպանելով գողացավ, վերցրեց Աստծո խոսքը, վերցրեց Աստծո շունչը, մխրճվեց Աստծո իրականության մեջ, Աստծո վարդապետությունը սեփականը շնորհելով, փորձեց նոր քրիստոնեություն մատուցել, իբր թե ինքը ճշմարտություն մատուցող է։ Եվ խոսեց հավատքի մասին, խոսեց ճշմարտության մասին, խոսեց արդարության մասին, խոսեց քրիստոնեության մասին, խոսեց Աստվածաշնչից, Սաղմոսներից, որովհետեւ մարդիկ տեսնեն, որ վա, ես ինչ գեղեցիկ հավատ ունեցող մարդ եմ, ես ինչ զորավոր հավատ ունեցող մարդ եմ։ Եվ ասում է Հովանու հայտնության մեջ, այդ անօրենները, ովքեր որ մարդկանց մոլորեցնելու աստիճան քարոզում են կեղծ քրիստոնեություն կամ կեղծ հավատ կամ կեղծ վարդապետություն, հավատացնելով, որ Աստվածաշնչից է վերցրած, բայց դա իրենց բնույթով, իրենց սեփական մոտեցումն է, ուրեմն ասում է, մոլորեցնելու են այն մարդկանց, ովքեր որ տարուբերվող են հավատքի մեջ, ովքեր որ ճշմարտության հետևորդ չեն, ում որ դուր է գալիս, որպեսզի իրենց թշնամուն հալածեն։ Ինչպես մեր իրականության մեջ շատ հաճախ լինում է։ Մեկ օրինակ դիցում պատկերացնենք մեր կողքի հարևանի հետ չունենք։ Դարավոր թշնամի կամ ատելության մեջ ենք լցված, կամ նախանձով ենք լցված, կամ բորբոքված ենք, մեզ դուր չի գալիս, սիմպատիան չի բռնում։ Հայտնվում է մեկ անօրեն, ով որ մեր վառած կրակի վրա բենզին է լցնում։ Եվ իրեն ոչ թե պետք է ես, ոչ թե պետք է կողքի հարևանի արդարությունը, ոչ թե պետք է արդարությունը հաղթի, ոչ թե ինքը մտահոգված է իմ կյանքով, ոչ թե մտահոգված է դիմացինի կյանքով կամ հասարակության կյանքով, ինքը մտահոգված, որ վայ, գիտես ինչ, եթե տվյալ անձնավորությունը սխալ կյանքով է ապրում, ուրեմն ինքը կարող է պղտորել հասարակությունը, պետք է սատարենք այն մարդկանց, ովքեր որ տեսնում են այդ ճշմարտությունը, բայց չեն կարողանում բարձրաձայնել։ Եկեք բոլորս միասին բարձրաձայնենք հարևանի կատարած մեղքը։ Եվ ինչ է տեղի ունենում, իմ վառած կրակի վրա յուղ է լցնում։ Այն սիրտս Հովանու։ Որովհետև ինքը կպնում է իր հարևանի, որ տարիների ընթացքում ինձ համար իբրև ատելի անձնավորություն է։ Ինչի հետաքրքրում տվյալ անձնավորությունը ով է կամ ով չէ, ներն է, ների ուղարկածն է, սատանայի ուղարկածն է, ինքը էությամբ ով է, կյանքով ով է եղել, անցած կյանքում ով է եղել, իր նախնիներն ով են եղել, իր կյանքի պատմությունը որտեղից է ստեղծվել, ինքը ինչ նպատակով է եկել այս աշխարհը քանդելու։ Այդ ինձ այդ պահին դուր է գալիս, որ ինքը միաշահ է իմ կարծիքին, իմ հարևանի դեմ։ Դրա համար ինքը, երբ որ եկել է իբրև թե ճշմարտությունը վերհանելու, իբրև թե անօրենության մասին խոսելու, ճշմարիտ քրիստոնեություն քարոզելու, հավատքը վերհանելու, որպեսզի իբրև թե հասարակությունը չպղտորվի, բայց իրականության մեջ եկել է թշնամությունը խորացնելու, եկել է ավելի դաղելու։ Ուրեմն այսօրվա Պողոս Առաքյալի խոսքը նույն Հովանու հայտնության խոսքն է, որ իրականություն է դարձել այսօր մեզ համար մեր երկրում։ Եկել են մարդիկ, ովքեր որ
ատելության շունչ են սերմանում այն մարդկանց մեջ, ովքեր որ դարավոր թշնամի են համարում իրենց կողքի հարևանը։ Եվ դա իրենց դուր է գալիս։ Լավ է, գոնե մեկը հայտնվեց, ինձ թերություն եղավ, որ ես ես հարևանի ախից գամ։ Բայց չիմանալով, որ դա քրիստոնեական չէ, չիմանալով դա ճշմարտությունը չէ, դա անօրենություն։ Բազմաթիվ անգամներ, որտեղ որ ես քարոզ եմ տալիս կամ դասընթաց եմ անցկացնում, կամ միջոցառում է իրականացում, ցանկացած արարողակարգերի ժամանակ, երբ որ մարդիկ խոսում են չարությունից, միշտ ես դեմ եմ կանգնում այն խոսքով ավետարանի, որ ասում եմ, եթե դու արդար ես, ուրեմն առաջինը ինքդ քար նետիր մեղավորում։ Նախ եւ առաջ քո աչքի մեջի գերանը անի, հետո նոր եղբորդ աչքի մեջի շուտես։ Քրիստոս լիներ քո փոխարեն, եթե դու Քրիստոս ես քարոզում, եթե դու Քրիստոսի մասն ես խոսում, եթե դու հավատքի մասն ես խոսում, իբրև պարզ հասարակ հավատացյալ, սա պարզ տրամաբանություն է յուրաքանչյուրիս համար, ինձ համար, քեզ համար, ցանկացած մեկիս համար, պարզ տրամաբանություն է։ Եթե մենք Աստվածաշնչի հետևորդ ենք, Աստծո հետևորդ ենք, Աստծո խոսքի հետևորդներ ենք, Աստծո վարդապետության կրողներ ենք, ուրեմն մի բան եկեք ստոպ տանք եւ խոսենք Աստվածաշնչից։ Եթե Հիսուս Քրիստոս լիներ մեր փոխարեն, մեր վարած քաղաքականության փոխարեն, եթե առաքյալները լինեին մեր փոխարեն, մեր եկեղեցու սուրբ հայրերը լինեին մեր փոխարեն, ինչպես կվարվի։ Թեգուզ եւ դիմացի մեղքը տեսնենք։ Ինչպես կվարվի։ Քրիստոս անգամ խաչի վրա, խաչված ժամանակ, որ բացեի բաց մեղավորություններ, բացեի բաց ստորություններ դիմում, բացեի բաց արդար մարդու տարե խաչում էին։ Ինչի համար, որովհետև ինքը հրաշք է փոխում, որովհետև ինքը ճշմարտությունն էր քարոզում, ճշմարտության մասին էր բարձրացնում։ Բայց ինչ տեսան դրա մեջ, ընդհանրապես խռովություն հարուցող մեկին, հեղափոխություն կատարող մեկին, պատերազմ հրահրող մեկին, իշխանության ու կայսերին չենթարկվող մեկին։ Եվ դրա համար տարան խաչի։ Բայց Քրիստոս անգամ խաչի վրա ինչ էր ասեց։ Հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Հիմա իբրև պարզ քրիստոնյա, մենք իբրև Աստծո հետևորդներ, ինչպես պետք է վարվենք նմանատիպ երևույթների ժամանակ։ Արդյոք պետք է լինենք չարախոս, չարամիտ, նենք, անիծող, բամբասող, հալածող, հայհոյող, թե պետք է վարվենք Քրիստոսի կերպարին համահունչ։ Եվ նույնն էլ հակառակը, եթե ես եկել եմ ճշմարտության հետևից, եթե եկել եմ ես սրբագործելու, մաքրելու, որպեսզի ճշմարտությունը տիրի, Քրիստոս էլ եկավ ճշմարտությունը ցույց տալու, մաքրելու, սրբագործելու։ Ում դատապարտեց։ Ում դատապարտեց, ում պախարակեց, որևէ մեկին պախարակեց։ Անգամ անառակ կինը, որ եկել էր, բերել էին, անցած անգամ էր այն խոսքում անդրադարձ կատարեց։ Անառակ կինը, որ բերել էր ամբողջ հրյա ժողովուրդը Քրիստոսի ոտքերի առաջ, ասում է, մեր ամբողջ զավակներին պղծել է այս կինը։ Փաստեր, ապացույց էր, որ իրոք այդ կինը այդպիսի բան է արել, բայց չէ որ չէր արել էր։ Ամբողջ Հրեաստանը պղծել էր այդ կինը։ 30 տարի անառակության մեջ զբաղվել։ Ինչ կան տղամարդ կար սաղի չկա։ Հերթով բոլորին պղծել։ Փաստից է մնում է փաստը, որ մարդը անառակ է, թափ ծնելու բան չկա, կոծկելու բան չկա։ Բայց Քրիստոս ինչ էր ասել։ Պաշտպանեց անառակ կնոջը։ Ձեզ ինչի դուք այս անառակ կնոջից լավն եք։ Եթե կա ձեր մեջ որևէ մեկը արդար, թող առաջինը կառնադետի։ Բայց ասում անօրենը անօրենության զենքով է մեռնելու է։ Ինչպես Եսայի մարգարեության այսօրվա պատմության դրվագի մեջ է նկարագրում։ Ինչ գեղեցիկ դրվագ է այս դրվագը Եսայի մարգարեության։ Ով էր Եզեկիա թագավորը։ Եզեկիա թագավորը Հրեաստանի կռապաշտ թագավորներից մեկն էր, սկզբից,
ով որ փառքի մեջ լինելով, իշխանության մեջ լինելով, այն ժողովրդական մի հատ գեղեցիկ խոսք կա, որ պետք է արդաբերում, ասում են չտեսա պատից կախ, տեսավ չափքից կախ։ Թերիքի մեջից ելերեշ, եկավ դարձավ թագավոր։ Մինչև այդ գոմախ պես շահվում, ելավ հասավ թագավոր։ Եզեկիա թագավորի մասին խոսքը։ Մենք Եզեկիա մեր մեծներ ունենք, մեր երկրի մեջ։ Ուրեմն դարձավ թագավոր ուրացավ ասում։ Խոսում էր ճշմարտությունից, քարոզում էր ճշմարտություն, բայց ոչ ճշմարիտ ասում։ Այլ կուրկերին, փողին, ունեցվածքին, կարողության, փող ասելով մաներ կանի։ Ժողովրդին գցել էր դուժուտուգանքի տակ, կաշառքի տակ, օդից փող էր վերցնում, շնչելու համար փող էր վերցնում, քնելու համար փող էր վերցնում, արթնանալու համար փող էր վերցնում, ամեն ինչ վրա հարկ էր դրել։ Եզեկիա թագավոր, Էլիև կրկնում, նույն Եզեկիա մեր մեկ, նույն հոգեբանությամբ ապրում։ Աստվածաշունչը շահագործում է հանուն իշխանության պիղծ ծրագրերը։ Դրա համար ինքը խոսում է սաղմոսներով, ինքը խոսում է առակներով, ինքը խոսում է սրբությունից, ինքը խոսում է ճշմարտությունից, մաքրությունից։ Չի եղել որևէ մեկ իշխան կամ թագավոր, որ աշխարհ գա եւ փորձի Աստծո երկրային թագավորության մասին խոսի այնպես, իբրև թե իշխանություն ունի Աստծո երկրային թագավորության, այսինքն եկեղեցու։ Մի Եզեկիա թագավորն է, նույն կերպ էր բառը։ Եսայի մարգարեն պատգամաբեր է ուղարկում Եզեկիա թագավորի մոտ։ Ասում է Եզեկիա, Աստված բարգացել է քո։ Դու սխալ ճանապարհի վրա ես։ Ժողովրդի ուղեղները լվացրել ես։ Մեղք ես, կործանվելու ես ժողովրդին հետ, հետդ կկործանես։ Դարերով պահած մեր ազգությունը, մեր հայրենիքը, մեր հողը, ասում է, հող ինքը մեր հավասարեցնես, որովհետև Ասորեստանի թագավորը Սենեկերի թագավորը։ Ինքը շատ բիրտ թագավոր, ինքը չի նայել, քո Աստծուն չի հավատալու, չի հետևելու, քեզ չի նայել, գիտես ինչ, դու քանի երկրներ հաղթել ես, ինչ կյանքի ճանապարհ ես անցել, ամենահին ազգն ես։ Սենեկերի թագավորը շատ դաժան ազնվորություն է։ Ինքը ոչ մեր է ճանաչելու, ոչ մանուկ, որ հասավ երկրից կկործանվի։ Մեր ու մանուկ չի թողնում։ Բայց Եզեկիա թագավորը հավատում էր իր ուժերին, հավատում էր իր խաղաղությանը կնքած, հավատում էր իր դրանց իշխանությանը, ձևին եւ հարած քաղաքականությանը։ Մինչև այն օրը, երբ որ իմացավ, որ Սենեկերի թագավորը շրջապատած մյուս երկրների իշխանությամբ, որոնց վրա հույս էր դրել Եզեկիան, որ իրան օգնելու է Եգիպտոսը, Ասորիքը, մյուս երկրները իրան օգնելու են։ Եկեք տեսավ, որ ինքը մնացել է մենակ։ Եվ Ասորեստանի թագավորը, Սենեկերի թագավորը, այդ բոլոր թագավորներին կաշառել է, իրենով է արել, 4-5 պետություն իրան է միավորել, իրան գցել է տուփիկ։ Եվ ինքը փրկություն չունի։ Ինքը ընդամենը ունի 10,000 զորք, իսկ Սենեկերի թագավորը ունի 200,000 զորք։ Եվ նստեց մտածեց, որ ինքը չի կարող պատերազմի 10,000 հոգանոց զորքով 200,000 հոգու։ Եվ զգաց, որ իր կյանքը խորտակվում է, կամաց ինքը սեղմվում է, որովհետև այլևս իր երկիրը պաշար չունի, տնտեսապես սննգացել է, ֆինանսապես գոյություն չունի, դրսից օգնություն չունի, ոչ ոք իրեն երեսին չեն նայում, բոլոր իրենից տանում են, բոլոր իրեն ճնշում են, ամեն կողմից մտնում են իր երկիր։ Եվ ինքը զգաց, որ այսքան տարի ինքը սխալ քաղաքականություն է վարել, զգաց, զղջաց, քուրձ հագավ, ասում է ծնկի եկավ, մոխի լցրեց իր գլխին ու ասեց Տեր Աստված, ես ինձ սխալ ճանապարհով եմ գնացել, ես այսքան ժամանակ խնդրում եմ օգնիր ինձ, մի լույս ցույց տուր, մի ճանապարհ ցույց տուր, որով ես դարձի գամ, իմ ազգը չկործանեմ, գոնե Եզեկիա թագավորը վերջում զղջաց, գոնե
Եվ պատգամաբեր ուղարկեց Եսայի մարգարեի մոտ Աստծուց պատգամ ստանալու։ Այն մարգարեի մոտ, որին ինքը բանդարգել էր։ Եսայի մարգարեին բանդարգել էր, հալածել էր, երկրից հանե աքսորել էր։ Եսայի մարգարեին, որին բազմաթիվ թագավորներ, բազմաթիվ իշխաններ, երկրից դուրս գտնվող անգամ թագավորներ, որոնք որ կռապաշտ թագավորներ էին, ասում են Եսայի մարգարեի անունը լսում էին, թողում էին։ Բայց Եզեկիա թագավորը, այսինքն իր երկրի թագավորը, Եսայի մարգարեին բանդարգել էր, հալածել էր, աքսորել էր, հետապնդել դուրս էր արել երկրից։ Ու ինքը պատգամաբեր ուղարկեց Եսայի մարգարեի մոտ, ասեց խնդրում եմ ներ ինձ իմ կատարած սխալ քայլի համար, քո նկատմամբ ունեցած իմ սխալ վերաբերմունքի համար, խնդրում եմ Աստծուց պատգամ տուր, ես ինչ անեմ։ Եսայի մարգարեն միանգամից Աստծուց պատգամը ստացավ, փոխանցեց պատգամաբերին, դե գնացեք Եզեկիա թագավորին ասեք, եթե ինքը սրտով դարձի է եկել իր ընտանիքով ու ապարանքով, ուրեմն Աստված իր թիկունքին։ Կապ չունի, ուզում է 2000-անոց բանակ ունենաս, ասել է ես քո փոխարեն կպատերազմեմ ու 200,000 հոգանոց թշնամու բանակների դեմ դու հաղթանակ կտանես։ Մենակ հավատաք ու կատարի այն բոլոր պատգամները, առաջնորդի բոլոր այն ավանդություններով, այն մշակույթով, այն սկզբունքով, այն հավատքով, որ քո պապերը, նախապապերը թողել են քեզ, որին դու այսքան տարի քանդել ես, անարգել ես։ Հիմա հետ վերադարձի քո արմատներ։ Եզեկիա թագավորը լսում է Եսայի մարգարեի խոսքը ու դարձ եկած։ Հետ է վերադառնում հին արմատներում։ Եվ միանգամից փոխում է իր քաղաքական ոճը, վերադասավորում է իր իշխանական դիրքը եւ սկսում է ապավինել միայն ասում։ Ինչ Աստված Եսայի մարգարեի միջոցով կամ մարգարեների կամ հոգևորականների, այսպես ասած, այն ժամանակվա քահանաների միջոցով պատվեր կտային Եսայի մարգարեն այդպես Եզեկիա թագավորը այդպես կատարում էր։ Եվ մինչև որ հասավ լուրը Սենեքերիմ թագավորին, Պարսկաստանի, Պարսից, ուրեմն ինչ ասեց, Սենեքերիմն ասեց, դու ով ես որ չես հնազանդվում ինձ։ Հələ նայեք ես քանի երկրների ծնգեր եք բերել։ Ես դարձել եմ աշխարհի տիրակալը։ Դու քո պստլի քալով ընդամենը մի քանի հազար զորք ունես, փորում զենքեր չունես։ Ինչ պետք է կարողանաս իմ դեմ անես։ Եզեկիա թագավորը թեև վախեցավ այդ խոսքից, բայց չսասանվեց իր հավատքից։ Մնաց իր հավատքի մեջ։ Եվ Աստծո հրեշտակը երեկոյան երևաց ու ասեց. չվախենաս, մինչև առավոտ Սենեքերիմ թագավորը այլևս գոյություն չի ունենա։ Այլ ինքը սպանվելու է իր տան որդիների ձեռքով։ Եվ այդպես էլ եղավ։ Առավոտյան, երբ որ արթնացա, իմացան, որ թշնամին, որ բանակ էր դրել Հրեաստանի տարածքում, 150,000-անոց զորքը ջարդել է։ Հրեշտակը մի գիշերվա բոլորին սպանել էր։ Սենեքերիմ թագավորները, երբ որ տեսնելով այդ ողբը միշտը, մտել էր կուռքի տաճար աղոթելու, այդ ժամանակ էլ իր ապօրինի զավակները, որոնց ինքը ժամանակին ապօրինաբար իրեն որդե գրել էր, սա պատմություն է Աստվածաշնչից, որ ուրիշ անգամներ էլ եղել է անդրադարձ կատարելը, որի հետ ամենայն ուղղությամբ կապված է Հայաստանի հետ։ Ուրեմն դրանք որ որդիների մասին էր, Սենեքերիմի որդիները ովքեր էին։ Աստվածաշնչի մեջ, Եսայի մարգարեի մեջ ասում է Ադրիմելեքն ու Սանասար։ Այսինքն, երբ որ թարգմանվում է Բաղդասարը եւ Սանասարը։ Իսկ ովքեր էին Բաղդասարն ու Սանասարը, մեր Սասունցի Դավիթի ծավալության մեջ, Սասնածռերի եւ հիմքն ստեղծող։ Այսինքն նույն այդ անձինք են, ովքեր որոնց մայրը, ինչպես գրված է Եսայի մարգարեի մեջ, նույն ծովինարն է, որ Սենեքերիմ արկան, երբ որ գրավում է Ասկանազյան երկիրը, որն է Ասկանազյան երկիրը, Հայաստան, գերության է վերցնում մեր ասում է արքայադստերներից մեկի ծովինարի,
եւ տանում է գերության իր մոտ։ Որտեղ եւ ծովինարը արդեն իսկ նկարագրված մեր էպոսի մեջ ինչպես է նկարագրում, որ գնում էր աղբյուրի ջուր խմելու, մեկ լիքը բուր ջուր խմեց, մեկ թեթև բուր ջուր խմեց, որին ծնվեցին իբրև նշան Աստծուց տրված պատկան, ծնվեցին երկու ազգանած որդիներ, Սանասարն ու Բաղդասարը, որոնք ամբողջ կյանքի ընթացքում կրթվել, դաստիարակվել են հայկական շրջով եւ ոխ են պահել Սենեգերի թագավորի դեմ, այսինքն այն անձի Նիմվեի թագավորի, Բաբելոնի թագավորի, ով որ գերության էր վերցրել իրենց մորը։ Ուրեմն դրա համար երբ որ հասնում է պահը հաղթանակի, երբ որ Սենեգերի թագավորի այս ապօրինի զավակները այսպես ասած, Սանասարն ու Բաղդասարը կամ ինչպես Աստվածաշունչը նշում, Աբիմելեքը եւ Սանասարը, երբ որ իմանում են, որ Սենեգերի թագավորը թուլացել է, եւ գտնվում է տաճարում կուրքերի երկրպագություն մատուցելու, գաղթագողի հետևից գալիս են, սպանում են Սենեգերի թագավորին եւ փախչում են հայք, այսինքն Արարատյան երկիր, որտեղ ստեղծում են վասկուրական թագավորությունը, Արծրունյաց դինաստիան, այսինքն բանի թագավորություն։ Ուրեմն Աստվածաշունչը խոսում է այդ հայկական սերնդի մասին, թե ինչ նախանձախնդրությամբ իրենք քայլ կատարեցին թշնամու ծնկի բերելով։ Աստված մեկտեղ լույս է վառում, այդ լույսը նաև ճառագում է մեկ ուրիշ տեղ, որովհետև եթե այստեղ լույս է վառած, այդ լույսը մենակ այդ հատվածի համար չէ, այդ լույսը նաև մյուս տարածքների համար է։ Այս ջահը որ վառվում է, այս ջահը վառվում է կենտրոնում, բայց լուսավորում է ամբողջ եկեղեցին։ Ուրեմն այնպես էր Աստված հրաշագործեց Եզեկիա թագավորի երկրում, բայց հրաշքը հասավ մինչև Հայաստան։ Նաև այդ հրաշքը գործվեց նաև Հայաստան։ Ինչպես Եզեկիա թագավորը հաղթանակեց Աստծո շնորհիվ, այնպես էլ այդ ժամանակ Սանասարն ու Բաղդասարը հաղթանակեցին դարձյալ իրենց թշնամու դեմ, հաղթանակ տարան, հետ վերադարձնելով իրենց մորը, ինչպես նաև ստեղծելով հայկական պետականություն։ Իսկ մենք այսօր ինչ ենք անում, քանում ենք այն հիմքը, այն պետականությունը, որը որ այդ տարերից սկսած մեր թվարկությունից առաջ 2-3 հազար տարի առաջ կառուցել։ Մենք այսօր դա քանդում ենք։ Անօրենների ձեռքով։ Քանդում սրբապատում ավինում։ Բայց գալու է մի ժամանակ, երբ որ իրապես, երբ որ Աստված տեսավ, որ ահա արդեն իր համը գործել է, շատ խիստ դատապարտության է ենթարկել։ Դրա համար այսօր ավետարանը մեզ հորդորում է, զգուշացնում է, ահը լավ բան է, շնորհքն է լավ բան է, մարդկությունն է լավ բան է, հասկացանք։ Բայց եթե շարունակի հայ ազգը այսպես ապրել, ուրեմն Աստված երբեք ոչ մեկին չի միտի։ Ինչ կանել Աստված պահել ու պահպանել է այս ազգին, մեր ազգին, բայց եթե այս ազգը համը կորցնում է արդեն, ուրեմն Աստված էլ մեր ու մանուկ չի նայում։ Ամեն անգամ փորձությունների պատճառով, մեր կատարած սխալների պատճառով մտնում ենք փորձության մեջ, կորցնելով մեր զավակներին, թշնամու դեմ չենք կարողանում հաղթանակ տանել, կորցնում ենք մեր ինքնությունը, մեր ավանդությունը, մեր մշակույթը, մեր սրբությունները, ժամանակ մակարում ենք, պայքարում ենք, բայց գալիս է մի օր այն կթանքով էր կանում, կտվում են, վերջում է խփում թափում։ Հիմա մեր ազգն է այդպես։ Պայքարում է, հասնում է մի օր, երբ որ այդ պայքարածը ջուրը ներեցնում։ Բայց ինչքան վերջը աշխարհը մոտենում է իր վաղճանին։ Օրերից մեկ օր գալու է Դատաստանի օր, ուշ չէ, որտեղ ինչպես որ նկարագրում է այսօր Պողոս Առաքյալը Թեսաղոնիկեցիներ ու բաց նամակի մեջ ասում է, այո, ճիշտ է, աշխարհի գալուստը տեսանելի ձևով չի լինի։ Մեզ չէ որ որևէ մեկը գալու է ասի, հենց վաղը ները գալիս է, հենց վաղը աշխարհի կործանում է, այդպես չի լինի, իհարկե, բայց նախանշանները քեզ պետք է հուշեն, որ ժամանակն է ապաշխարելու, ժամանակն է դարձի գալու, ժամանակն է սթափվելու, ժամանակ է աղի համը չկործնել։
Որտեղ եթե իրապես այդ աղի համն է կորավ, այլևս ոչնչով չեն կարող անել։ Աստծո ձեռքից ոչ ոք չի գրգռի։ Դրա համար ասում ովական չունի, թող ճիշտը լսի։ Մեզ էլ դարձյալ այսօր պատմում է Աստված, ովական չունի, թող լսի։ Որ այն պայքարը, որ մենք մղում ենք մեր սրբությունները պաշտպանելու, մեր հայրենիքը պաշտպանելու, մեր ինքնությունը պաշտպանելու, մեր մշակույթը պաշտպանելու, մեր ավանդությունը պաշտպանելու, մեր հայրենի թողած ավանդը պաշտպանելու, հանգարց չգոտնահարել։ Չկա հասնի այնպիսի մի օր, որ Աստված այլևս էլ չնայի, տեսնի, արտար կա, մեղավոր կա։ Ուրիշ անգամներ եղել է միշտ ասել են, հիշատակ իբրև ձեզ մեզ յուրաքանչյուրից թող լինի Սոդոմի, Գոմորի պատմություն, Նինվեի պատմություն։ Նինվեում գոնե գտնվեց մարդիկ, ովքեր որ փրկեցին Նինվե քաղաքը կործանումից։ Գտնվեցին մարդիկ հավատով, ովքեր փրկեցին Նինվե քաղաքը կործանումից, որ չկործանվեց։ Բայց Սոդոմ Գոմորում չգտնվեց 5 արդար մարդ, եւ ամբողջ Սոդոմ Գոմոր քաղաքը հերին մատնեց Աստված։ Այնպես չլինի, որ այս ազգը ասկանազյան ազգ լինելով հանդերձ, ավանդություն ունեցող ազգ, Աստծո սուրբ նշան ունեցող ազգ, օրերից մեկ օր կորցնի այդ համը։ Ուրեմն Աստված երբեք որևէ մեկը չի լինի։ Ոչ արդար, ոչ մեղավոր, բոլորը համահավասար ու պատշաճ։ Ու դրա համար թող աղոթքը մեր վերառակվի առ Աստված, որ այն մեղքերը, որ կատարվում է հիմա, այն անօրենությունները, որ կատարվում է հիմա, 7 վերք կգրավենք, չգիտեմ, մարտաճար կգրավենք, կհարձակվենք եկեղեցու վրա, մեր սրբություններն ու ինքնությունները կսրբապատենք, մեր ավանդությունը կքանդենք, հայոց պետականությունն ու ինքնությունը ոչ թե 4000 տարվա պատմություն կհամարենք, այլ 2018 թվականից կհամարենք իբրև ազգ, իբրև հայրենիք։ Մենք պատմություն չունենք, կասենք, ոչ թե այսպես վարվենք, այլ փորձենք հետ վերադառնալ մեր արմատները, որտեղ մեզ իրապես Աստված իբրև ազգ պահում է եւ շահում է, հայպայում է մեր ավանդության շնորհիվ, մեր ինքնության շնորհիվ, մեր սրբության շնորհիվ։ Ուրեմն թող մեր աղոթքը վերառակվի առ Աստված, որպեսզի մենք էլ մեր աղոթների միջոցով հիշելով ներենք, բայց ներելով հանդերձ խրատենք, որ երբեք ճշմարիտ ճանապարհից մեր ազգը չշեղվի։ Ուրեմն թող խելք ու շնորհ լինի յուրաքանչյուրիս Աստծո օրհնության միջոցով, Աստծո բարի նպատակներով եւ բարի մոտեցման միջոցով, որպեսզի հանգար չհասնի պատժվելու եւ պատժելու օրը, այլ գտասրտության վերաբերվի յուրաքանչյուրիս եւ մեր ընտանիքին, եւ մեր գյուղերին, եւ քաղաքներին, եւ մեր հայրենիքին, եւ մեր ժողովրդին, այժմ եւ հավիտյան սա։